Անունոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Սիրելի ավադացյալներ, այսօր հոգեկալուստեն ետ կարաչին գիրագին է, որ սովորական մեր հարության գիրագիներու գվերաթարնանք, սակայն այսօր երկու հատկանշական դոներ եւ արիտներ գոյություն ունին մեր հայոց պատմության եւ եկեղեցու պատմության մեջ, խորքին մեջ նույնն են հայ եկեղեցու պատմությունը եւ հայոց պատմությունը անբաժանելի մեկ ամբողջություն մնեն։ Փորձեցին մարդիկ, որ անջադեն հայ եկեղեցու պատմությունը հայոց պատմութենեն, հանգարց հայոց պատմությունը սնանգացավ։ Իսկ անոնք, որոնք փորձեցին հայ եկեղեցու հայոց պատմությունը անջադել հայ եկեղեցու պատմութենեն, այս անգամ եկեղեցին սնանգացավ։ Հետևաբար այս երկու պատմությունները, որ գոյություն ունին, գնմանին երկու երեսով մեկ մեդալի, երբ իրար մե անջադենք, գտարնան անիմաստ, գտարնան աննվադակ։ Հետևաբար անոնք գնվադակատրվին, երբ միասին են, երբ միասին կգործեն, մեկը մույսին թեմ առանց ելլելու եւ առանց խոչընդոտելու մեկը մույսին գործունեությունը։ Հոգեկալուստեն ետ առաջին գիրագին ասենք, այս շաբաթ հայոց պատմության մեջ Մովսես Խորենացի քերթողահայրը, պատմահայրը մեզի գսե թե այս շաբաթ կգոչվի Արարատյան շաբաթ, որովհետև շատ մեծ դեպքեր դեղի ունեցան Հայաստան քաղաքի Արարատ մարզի մեջ։ Եթե մենք վաղվա օրացույցին նայենք, ում պիտի տեսնենք արձանագրված է Հռիփսիմյանց գույսերու անունը, հաջորդ օրը Քայանյանց գույսերուն անունը, եւ այսպես այն առաջին նահատակները, որոնք իրենց արյամբ ողողեցին Հայաստան աշխարհը քրիստոնեացնելու, ազատագրելու խավարեն, ազատագրելու մեղքեն, ազատագրելու այն բոլոր արարքներեն, որոնք կփորձեին ժողովրդին միտն ու հոգին սևցնել եւ խավարի մեջ ապրեցնել։ Առոնց արյամբ լուսավորվեցավ եւ ապա շաբաթավերջի բսագումը կգադարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրաբեդի խոր վիրաբեն ելլելու, հաջորդ գիրագի գոչվելու Գաթողիկե Սուրբ Էջմիածնի դոն, այն դեսիլքը, որ դեսավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրաբեդ, հայ ժողովրդի եւ մեծ Սուրբի հավատքին ջարակայթումովը Քրիստոս երկրորդ անգամ իջավ Հայաստան աշխարհ։ Առաջին անգամ իջավ Երուսաղեմ, գադարեց իր առաքելությունը եւ համբարձավ դեպի երկինք, բայց հայ ժողովրդին գապվածությունը իր հայրենիքին, գապվածությունը իր եկեղեցին, գապվածությունը իր ազգին ու ազգության, հավատքին զորությամբ Քրիստոս երկրորդ անգամ իջավ Հայաստան աշխարհի մեջ եւ գսե ոսկյա ուրնա գծերին, ուրիշ մեդաղի մասին չի խոսիր, ոչ երգաթի, ոչ ալ ուրիշ նյութի, այլ գխոսի ոսկի ուրնագով գծեց հադակակիցը, բոլորիս հավատքի դունը, Երուսաղեմեն ետ հավատքի դունը գծեց Սուրբ Էջմիածին եկեղեցվո եւ հաջորդ օրնիսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրաբեդ ներկայացավ դրտատ թագավորին
ըսելու համար եկայք շինեսուկ Սուրբս խորանը լուսող։ Եկեք միասին բոլորս գառուցենք լույսի խորանը, որովհետև Քրիստոս լուսեղեն գերբարանքով իջավ եւ գծեց այդ լույսի խորանին հադագակիցը, որ մեջ արակայտեց սպիրուս աշխարհի հայ եկեղեցու այդ լույսի խորանները եւ այսօր գշարունակվին 2000 տարիները իվեր եւ պիտի շարունակվին, որքան ադեմ որ հայ գա աշխարհի վրա։ Նույնիսկ տշնամին երբ ջարդեց, սա մեկ հայ պիտի ցկեմ, ադալ տանկարանի մեջ տնեմ զայն, որբեսի հարաճգա ժողովուրդներն ու սերունդները դեսնեն, որ մեկ հայ մնացած է զմրսված տանկարանի մեջ, բայց ոչ հայ ժողովուրդը տանկարանի մեջ չի տրվիր, ոչ ալ կզմրսվի, այլ հայ ժողովուրդը մշտանորոք, հարանորոք, միշտ ինքզին կնորոք է և գվերագանքնի, ինչպես որ Փյունիկյան այդ արձիվը, որքան անոր փեդուրները այրեն, կամ փեդուրները անչադեն իր մարմնեն, գրգին գտարնա, նորապեդուր զարդարյալ, ինչ որ շարագանը գերկե, գիրագի օրերը բադարակի ընթացքին։ Հետևաբար առաջգա շաբաթ կգոչվի Արարատյան շաբաթ եւ յուրաքանչյուր օր ունի իր խորհուրդը եւ ունի իր պատմությունը։ Եվ այսօր եկեղեցական իմաստով հոգեկալուստին ճիշտ թիմացի գիրագին հայ արաքելական եկեղեցին գդոնախմբե մեծ մարգարեիմը ոգեգոչումը, որ կգոչվի Եղիա մարգարե։ Եղիա մարգարեն, որպես մարգարեություն Աստվածաշունչի մեջ գիրք մչունի, ինչպես Եսային, Դանիելը, Եզեկիելը, գրնանք իրենց անուններով գտնել ցանգին մեջ, սակայն Եղիա մարգարեին անունը այդ ցանգերում մեջ չէ, այլ Աստվածաշունչ Մատյանի մեջ 4 թագավորություններ կան, երրորդ եւ 4-րդ թագավորություններու մեջ մենք կտեսնենք Եղիա մարգարեի կյանքը։ Մենք նաեւ կտեսնենք Եղիա մարգարեն Քրիստոսի այլագերբության օրը, երբ գսե Քրիստոս այլագերբեցավ, առաքյալները քիչ մվար գնացած էին, երբ իրենց պիտի բաժնվեր Հիսուս ելնելու համար դեպի ավելի բարձր դեղը, իրենց ասավ արթուն գեցեք եւ աղոթեցեք։ Սակայն անոնք մարդկային իրենց փնաստով գնացան եւ հանգարց լույսի ջարակայթիմը շողեն արտնցան եւ դեսան թե իրենց վարդապետը այլագերբված է։ Եվ իր երկու կողմերը աջ եւ ցախ երկու մարգարեներ կան 5 դագարանեն եկած։ Մին Մովսես մարգարեն էր, որ գխորհրդանշե օրենքի մարգարեություն։ Իսկ երկրորդը Եղիա մարգարեն էր, որ գոչվի հավատքի մարգարեություն։ Օրենքի եւ հավատքի մարգարեությունը ինչ որ գամ փոփվեր եւ գլիցկավորեր եւ գներեացվեր մեր Քրիստոսի միջոցով։ Թե օրենքը եւ թե հավատքը, սակայն այս անգամ երկուքին միախառնումով, երկուքին իրարու հետ ընտելուձով գոչվեցավ շնորհքի տարաշրջան։ 5 դագարանը եթե օրենքի տարաշրջան էր, նոր դագարանը Քրիստոսով վերածվեցավ շնորհքի տարաշրջան։ Շնորհք եւ ճշմարտություն լսե Հովհաննես ավետարանիչ իր ավետարանին մեջ։ Եղիա մարգարեն այսօրվա ավետարանին եթե հետևեցանք, Քրիստոս հիշեց
Եղիա մարգարեն, որ Ղուգասու ավետարանի 4-րդ գլխու 25-30-րդ համարներուն մեջ երբ Քրիստոս իր համակարգացիներեն գմերժվի երթա իր ծննդավայրը Նազարեթ գմտնե դաջար դսկսի կարոզել բայց ամեն մարդ ապշած գնային ձե ով են այս Հոսեփի որդին չէ եւ հոն դսկսի Հիսուսի դեմ հագատրությունը եւ գսե զինք կհանեն բարձր լերմը ուր շինված էր իրենց քաղաքը հոնգե կահավեջ բիդինեին զինք վար հրեին բայց Հիսուս դագավին բարդականություն ուներ գադարելիք խույս տվավ գսե անոնց մեջ են հերացավ եւ գնաց ու ըսավ բատնության ընթացքին զանազան դժվարություններ ունեցավ այս աշխարհը մանավանդ Երուսաղեմը Բաղեստինը Հրեաստանը 3.5 տարի գսե անցրել չդեղած ժողովրդին անհավատության պատճառով ժողովրդին աստուծմե հերանալուն պատճառով եւ ժողովրդին իրարու թեմ լարված եւ հագատրված լալու պատճառով բայց Եղիա մարգարեն ներկա էր ոչ ոք եկավ Եղիա մարգարեին ասելու ով մարգարե քու աղոթքովդ քու հավատքովդ այս բադուհասը հերացուր մեր վրայեն միայն գսե երկու գիներ օգտվեցան որոնք հեթանոս էին օդար էին մեկուն անունը Նեեմիա է գսե իսկ մյուսնալ Սամարացի ասորի գին մնե որու անունը չենք գիտեր չէ իշված եւ շատ նշանավոր թեփ մդերի գունենա հավանաբար գիտեք ժողովրդական հեքիաթի ալ վերածված է բայց Սուրբ Գիրքեն առնված հեքիաթ մնե որ գսե Եղիա մարգարեն խույս դալով հրյա ժողովրդի հալածանքեն գնաց ասորի գնգամդունը գինը շատ աղքատ էր նույնիսկ իր զավակները գերագրելու ուդելիք չուներ հյուր մտավանոց դունը եւ գինը երբ տեսավ Աստծո մարգարեն հավատաց անոր եւ ասավ ինչ պիտի պատրաստեմ այս հյուրին որովհետեւ ջաշե սոված անոթի եկած է մեր դունը մտավ խոհանոց կսե իր ամանին մեջ են հազիվ ալյուրի փշրանքներ գային քիչմը իսկ դուպին մեջ յուղի հետք գարնյան սկսավ խմորով ջաշմ պատրաստել եւ շաղել եւ հրանցնել մարգարեին եւ այդ գնգան դունը գսե յուղը եւ ալյուրը ամբագաս գտնվեցավ իր կյանքի ընթացքին Աստծո ռեշտակը միշտ կուկար գլեցներ եւ այդ գնգան հավատքը եւ մարգարեին աղոթքը այդ գնգան դան փրկություն եղավ Հիսուս կհիշե այս մեկը երբ իրեն թեմ գլարվին զինք կուզեն սպաննել որովհետեւ գեզրագացնե ասելով մարգարեն իր քաղաքին մեջ արժեք չունենար իր ժողովրդին մեջ արժեք չունենար այլ օդարներ գոկտվին ինչպես մենք այսօր հազարավոր գիտնականներ ունենք որոնք Հայաստանեն դուրս են օդար երկիրներու մեջ կծարայեն արևմտյան այս ափերուն Կանադա, Ամերիկա, Եվրոպա զանազան երկիրներու մեջ որովհետև անընդունելի կդառնան իրենց ազգի զավակներեն, իրենց հայրենիքեն եւ իրենց ժողովուրդեն։ Եղիա մարգարեն հավատքի մարգարե էր, բայց նաեւ աղոթող մարգարե էր։ Ովևէ մեկ գործ որ գներ նախ կաղոթեր։ Հետևաբար երեք տեսակ աղոթքներու գտիմեր Եղիա մարգարեն գաղոթեր խոնարհաբար
Աստված հբարդին, կորոզին, ամպարդավանին աղոտքը չընդունիր, խոնարապար գաղոթեր, Աստվածաշունչը որ գսե, անգաղոթեր, երբ երեսը քեդին գփակցներ աղոթելու համար, 3-րդ թագավորության 18-րդ գլխում մեջ, գաղոթեր գսե հավատքով, ինչպես հիշեցինք այսօր իր կատարած հրաշքները, եւ 4-րդ Եղիա մարգարեն գաղոթեր հետևողությամբ եւ հավատարմությամբ, ոչ թե գաղոթեր եւ եթե իր աղոթքը անմիջապես ընդունելի չլար գհուսահատեր, եթե այսօր համեմատենք մեր աղոթքները, որ գաղոթենք եւ կներկայացնենք Աստուծո եւ մարգարեին աղոթները, որ խոնարհապար գաղոթեր, հարադեվողեն գաղոթեր, առանց ցանցրանալու գաղոթեր, երեսը քեդին գբցներ աղոթքի ժամանակ, արդյոք մենք նույն ձևով գաղոթենք, յուրաքանչյուր պատասխանը ինք թող դա ինքնիրեն իր դունին մեջ ավետարանը փանալով եւ ամեն օր 10 վայրկյան, 15 վայրկյան ավելի չուզեր մեզ գարտալ Աստծո խոսքը եւ հավատքով մեր խնդրանքները ներկայացնենք։ Ամեն անգամ որ մեր խնդրանքները չի պատասխանվիր Աստծո կողմէ, գիտեք ինչ է պատճառը, որովհետև մենք երբեմն Աստծո կխնդրենք այնպիսի բաներ, որ մեզի վնաս են, մենք չենք գիտեր, որ մեզի վնաս են եւ Աստծո կխնդրենք, Աստված չի դար, որպեսզի մենք չվնասվենք։ Հետևաբար հայր մերի մեջ Մատթեոսի 4-րդ գլխում հոնգս է, երբ պիտի խնդրեք, երկու բան խնդրեցեք։ Աստուծո արդարությունը եւ անոր արքայությունը։ Երբ Աստծո արդարությունը իջնի աշխարհի վրա եւ արքայությունը իջնի աշխարհի վրա, մենք ուրիշ բանի գարիկը չենք ունենար։ Ոչ ալ արքայության երթալու գարիկը կունենանք, արդեն արքայության մեջ գաբրինք այս երկրի մեջ։ Ինչպես որ հայտնության կրկի մեջ կսե, օրն պիտի կանթվի այս երկրակունտը եւ նոր երկինք եւ նոր երկիր պիտի գազմվի եւ մենք, եթե հավատք ունենք, պիտի դառնանք անոնց բնակիչները։ Դեր օրհնե ձեզ հիմա, Հավիդյանս Հավիդենից ամեն։ Այս արդիվ կշնորհավորենք բոլոր Եղիա անուն, Էլիա անուն գրողները, գաղութենք, որ Աստված անոնց դա առողջություն, եթե այս աշխարհեն բաժնված են, թող անոնց հոգիները լուսավորվի։ Դեր օրհնե բոլորդ։